Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Փաշինյանը չի թաքցնում քահանաներից, որոնց մատուցած պատարակներին որոշում է մասնակցել, նախապես հավաստիացում է ստանում, որ պատարակի ընթացքում կաթողիկոսի անունը չեն հնչեցնելու։ Խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ածաշխատող լինել, Փաշինյանն այս ամենի մասին ստիպված է խոսում բարձրացած այն աղմուկից հետո, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 2 օր առաջ այդ հարցով մոտեցել են Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն Քահանային։ Քահանան նախորդին ինքն էր բառացիորեն այդ մասին ասել մի քանի լրատվամիջոցների։ Այսօր սակայն կտրականապես հերքում է, թե ԱԱԾ-ն այդ հարցով է իրեն մոտեցել։ Որևէ դիմելու հարց չկա, իրանք իրենց ծառայությունն են մատուցում։ Վարշապետը, որը միտեղ գնում է, գիտեք, անվտանգության ծառայությունը ապահովում է, չէ՞, իր անվտանգությունը։ Դուք հերքում եք, որ ԱԱԾ-ն ձեզ այդ հարցով դիմել է։ Այո։ Կարեն ասել, նրանք ուղղակի եկել էին իրենք էլ չգիտեն, գալու չեն գալու, ես չգիտեմ։ Տղամարդը, որի անունը Տեր Ռուբենը հիշատակում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո ակտիվորեն մասնակցում էր հակաեկեղեցական Նոր Հայաստան, Նոր Հայրապետ կոչվող շարժմանը։ Կարեն Պետրոսյանը նախորդին Ազատության հետ զրույցում հերքել էր, թե ինքը Տեր Ռուբենին մոտեցել է, ասել, որ վարչապետն ուզում է իր մատուցած պատարակին մասնակցել, բայց դրա ընթացքում պետք է կաթողիկոսի անունը չհնչի։ Տեր Ռուբենը նրա հերքումը ստախոսություն է անվանում։ Չէ, ամաչում սուտ է խոսում, ասում ես բան չեմ ասել։ Հենց առաջինը ինքն է ասել դա։ Հա, հենց դրա համար եկել է, մոտ ինքն է։ Հիմա էլ այդ սուտը տարածում, ասում ես բան չեմ ասել։ Դա սրիկայություն է դա։ Ում անունից էր Կարեն Պետրոսյանն իրեն դիմել։ Տեր Ռուբենը խուսափում է վարչապետի անունը տալ, ասում է գուցե Պետրոսյանի անձնական նախաձեռնությունն է եղել։ Քթելա քահանա, որ բեհապարի անունը չպետք է տա, իր արևին եկել ասել, բայց ես ոնց կարող եմ գաղափարի անունը չտամ, որ մեր գործող հայրապետն է։ Տեր Ռուբենը վստահեցնում է, ինքը ոչ մի դեպքում չի զեղչելու կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ, քանի որ դա հակականոնական է, բայց դեմ չէ, որ Փաշինյանն իր մատուցած պատարակին մասնակցի, ավելին նրա մասին բավական ջերմ բառապաշարով է խոսում։ Մեր հարգարժան սիրելի վարչապետը եղել է 2 տարի առաջ այդտեղ հարկավորության մեր եկեղեցի կարող ուզենա գա մեր եկեղեցի, կարող գնա 7 վերքուրը փրկիչ, որ կուզի կարող գնա։ Կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանից հետո կրկին զանգահարեցինք Տեր Ռուբենին։ Փաշինյանի հստակ հայտարարությունը, որ կգնա միայն այն պատարակներին, որոնց ընթացքում կաթողիկոսի անունը չի հնչի, քահանայի մոտ տարակուսանք էր առաջացրել։ Հիմա եթե չպետք է պիտի գա մեր եկեղեցի, բայց ինչի համար է գալի, լսելու մենք տալիս ենք չենք տալի, թե գալիս է պատարակի մասնակցելու հոգևորությունը չստանալը կամ հաղորդություն լցնելու։ Մեկերը կավելու ինչպես ինքնաշ։ Շիրակի թեմում, որի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը կալանքի տակ է, անկախ քաղաքական հայացքներից միասնականություն կա պատարակներին կաթողիկոսի Սրբազանի անունը չզեղչելու առնչությամբ, վստահեցնում է Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվը։ Տեր Նշանի տեղեկություններով Տեր Ռուբենը միակ քահանան չէ, որին այս օրերին վարչապետի անունից մոտեցել են կաթողիկոսի անունը պատարակի ընթացքում զեղչելու հարցով։ Քահանաներ կան, ովքեր օրինակի համար իրենց կարծիքը ունեն եւ ազատ են եկեղեցում այդ կարծիքը իրենց մոտեցումների մեջ ասենք իշխանություններին հասկանում եք իրանք գտել են հավանաբար թե ովքեր են դրանք իրենց են դիմել։ Փաշինյանը վերջին բոլոր կիրակիներին պատարակների է մասնակցում տարբեր թեմերի եկեղեցիներում։ Մինչև այժմ բոլոր այդ պատարակներին քահանաները զեղչել են կաթողիկոսի թեմակալ առաջնորդի անունները։ Այս կիրակի երկրաշարժի տարելիցն է։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ որոշել է Գյումրիում պատարակի մասնակցել։ Պաշտոնապես սակայն նա այդ մասին դեռ չի հայտարարել։ Փաստացի այժմ նրա թիմն ու ազգային անվտանգության ծառայությունը քահանայի փնտրտուքների մեջ են, որը կհամաձայնի պատարակին չհնչեցնել կաթողիկոսի անունը։